Բարև ձեզ, բարի գալուստ update լրատվական, առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամին Հադադին։ Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդագրության համաձայն հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։ Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ընդլայնումը։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամին Հադադն այսօր այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Բենժամին Հադադը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի պատին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պատվիրակությունը շրջել է հուշահամալիրի տարածքում, դեսպանի առաջարկով մոտեցել հուշապատին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները։ Արենի համայնքի ելփին բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ։ Այս մասին 500-ից մեկը հեշթեգի ներքո ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը այսօր Վայոց ձորի մարզում էր, որտեղ տարբեր համայնքներում ծանոթացել է կառավարության աջակցությամբ իրականացված տարբեր ծրագրերի ընթացքին և արդյունքներին։ Բարև ձեզ երեխաներ։ Շնորհավոր ձեր մանկապարտեզը։ Լավ, սիրում եք ձեր մանկապարտեզ, սիրել եք։ Հավեսով եք գալիս։ Ճաշերը համով են։ Առաջ որտեղ եք գնում մանկապարտեզ։ Գնում եք։ Որտեղ։ Ռինդի մանկապարտեզը, հիշում եմ Ռինդի մանկապարտեզն ենք, չէ, բացմանը եկել են։ Պարոն Փաշինյան, շատ շնորհակալ ենք, մենք այդ գեղեցիկ կառույցը Դուք որտեղ եք աշխատում, Չենք աշխատում, նախ շնորհակալ ենք մեզ աշխատանք տրամադրելու համար, որ գեղեցիկ շինություն կա։ Հենց ելփինից եք դուք։ Շատ լավ, հաջողություն ենք մաղթում, մենք ենք շնորհակալ։ Եվ շարունակելով թեման, Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում էլ կառուցվել է նոր կրթահամալիր, որի բացման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս նաև շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել պայմաններին։ Մի քիչ ուսուցիչներն են ինչ-որ չափով ներգրավել են եւ այն ինչ են 30 տոննա մորոքման համակարգը, 120 տոննա հակահրդեհային, մի հատ 30 տոննա ներքևում ունենք խմրի ջնջում։ Մենք մի կողմ ունենք։ Ինչա։ Դե մեր մտածածն են, որ պետք է համանցի կյանքի դեպքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին։ Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Տեղափոխվենք ազգային ժողով։ Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ մի քանի օրից մեկնելու է Ստամբուլ։ Հարցին ինչ միջոցառման է մասնակցելու Ստամբուլում, ազգային ժողովի նախագահը պարզաբանել է IPU միջխորհրդարանական միության 152-րդ համաժողովին։ IPU 152-րդ համաժողովն է, որը տեղի է ունենալու Ստամբուլում եւ բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ երկու գործընկերոջ հետ, մի խոսքով։ Ում հետ են հանդիպումներ Ադրբեջան եւ Վրաստանի գործընկերների հետ պարլամենտների ղեկավարների նախատեսվում, այո։ Եվ թեմայի շարունակությամբ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի լրագրողները հարցեր ուղղեցին նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես հետաքրքրվելով Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարարների ունեցած խնդիրներով։ Սիմոնյանը հույս հայտնեց բոլոր խնդիրները կքննարկվեն եւ կլուծվեն։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պահ բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Իսկ ահա ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, նշելով, որ մի շարք քայլեր արդեն արվել են։ Նա հիշեցրել է, որ ամենասկզբում վերաբացվել են թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջև, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ուղիղ ավիափոխադրումների հնարավոր դարձնելու, ինչպես նաև Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասով։ Վերջինս փաստաթղթային գործընթացի փուլում է։ Հարցին Անտալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Թուրքիա մեկնելու է, Ռուբինյանը պատասխանել է, որ չի մեկնելու։ Դե գուցե սկզբի համար զոհաբերի իր Կիպրոսյան եւ Ռուսաստանյան անձնագրերը։ Օրինակ նույն ձև էս ինչ որ թրենդ է, հա, ոնց որ փրկիչների մոտ ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս են երկիրը բան փրկելու, ասում ես լավ, իսկ գուցե այն Բագրատ սրբազանել ճակերտների մեջ, չէ՞, Կանադայի քաղաքացիներ, երբ որ ասում էին գուցե դուք զոհաբերեք ձեր Կանադայի քաղաքացիությունը, չէ, այտենց չէ զոհաբերում։ Այսինքն իրանք ուզում են գան դառնալ վարչապետ, բայց մի հատ պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիությունը չեն ուզում զոհաբերեն, որ այս ժողովուրդը հասկանա, որ լավ, այս մարդիկ կատարածու չեն։ Ես պետք է գնահատեմ այն փաստը, որ նախ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականություններ թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ կենթանի է մնացել այդքանից հետո, հույս ունեմ հաջորդիվ, օրինակ ինքը հնարավորություն կստեղծի, որ դուք բոլորով գնաք եւ իրեն հարցեր տաք, չէ՞ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, չէ՞ նա, շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ ուժեղ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի վախենա ձեր հարցերից։ Ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանից ուժեղ Սամվել Կարապետյանը, սա շատ կարևոր է, ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա պատասխանել Նարեկ Կարապետյանի մեկ հարցից։ Կիրակոսյան, հազար ներողություն աջան։ Նարեկ Կիրակոսյանի մեկ հարցից չի վախենա Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որովհետև նա շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ Շողիկն էլ հո Կարապետյանը։ Գալստյան, հա։ Շողիկ Գալստյանի։ Ես վստահ եմ, որ Շողիկ Գալստյանի մեկ հարցից չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանից եւ կտա 1 կամ 2 հարց։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը sense կկանգնի եւ մի հատ 10 րոպեանոց քաղաքական ելույթ կունենա ուժեղ Սամվել Կարապետյանի դիմաց, բայց օրինակ այստեղ նստած է Արմատ մեդիայի լրագրողը, որը ֆինանսավորվում է ուժեղ Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից, այ վստահ եմ, որ Արմատ մեդիայի լրագրողը իհարկե մեծ հաճույքով հարցեր կտա Սամվել Կարապետյանին։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ։ Փաթեթն առաջին ընթերցման ազգային ժողովում ներկայացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Կատարողականի դրական արդյունքի դեպքում ծառայողին կտրվեն խրախուսում եւ առաջխաղացման հնարավորություն։ Բացասական արդյունքի դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումը կսահմանափակվի։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ կատարողականի նոր համակարգը նախատեսվում է ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից։
Նշեմ, որ ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, կատարողականի, այսինքն ընթացիկ գնահատականների միջին թվաբանականն է եւ ֆիզիկական եւ մարդկական պատրաստականության արդյունքում ստուգարքների ընդհանուր գնահատականից։ Ըստ էության մեր խնդիրն այն է, որ մենք ոչ թե պիտի գնահատենք եւ չափենք ծառայողի ակտիվությունը որպես այդպեսին իր գործառույթներն իրականացնելիս, այլ գործառույթների իրականացման արդյունավետությունը։ Իսկ սա նշանակում է հստակ եւ չափելի հիմնական ցուցանիշներով հասկանալ եւ գնահատել ծառայության եւ ծառայողների կոնկրետ կատարողականը։ Կարևորում եմ այն կոմպոնենտը, որ մենք որոշել ենք ներդաշնակ կապ գեներացնել ատեստավորման համակարգի եւ կատարողականի գնահատման համակարգերի միջև, ինչու, որովհետեւ ատեստավորումն իրականացնում են 3 տարին 1 անգամ կտրվածքով, իսկ սա հնարավորություն չի տալիս ընթացիկ գնահատումներ եւս իրականացնել ծառայողների կատարողականի մասով եւ ըստ այդմ տալ ավելի ամփոփ գնահատական ծառայության աշխատանքի մասով։ Մենք գնահատում ենք, որ պիտի կատարողականի միջին թվաբանական դուրս բերվի 3 տարվա հաշվարկով եւ սրան գումարվի արդեն ատեստավորման տրամաբանության մեջ եկող ստուգարքների ընդհանուր արդյունքները։ Այլ թեմաների մասին ապրիլի 14-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի պետության դեսպան Մանսուր Աբդալլա Ալ-Սուլայտինին։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Կատար երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը եւ վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, լիարժեք իրացնելու բազմոլորտ համագործակցության առկա ներուժը։ Հանդիպմանը կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ընդգծելով խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, մանրամասներ ներկայացնելով հայտնի 16 միլիոն դրամների ծրագրի մասին։ Նա հայտնել է, որ կառավարությունը ընդլայնել է ծրագիրն ու արդեն կա 1400 նոր տան կառուցման հնարավորություն, իսկ ծրագրում կա 3000 տան կառուցում սահմանամերձ եւ այլ գյուղական բնակավայրերում։ Շարունակում ենք մեր շարքը ներկայացնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, եւ ես այսօր ուզում եմ եւս մեկ անգամ խոսել մեր սահմանամերձ բնակավայրերում եւ այլ գյուղական բնակավայրերում կառուցվող տների ծրագրի մասին եւ մեկ նախընտրական ծրագրի 95-րդ կետում նշել եմ, որ 3000 նոր տան կառուցում սահմանամերձ եւ այլ գյուղական բնակավայրերում խոսքը մեր արդեն հայտնի 16 միլիոնների ծրագրի մասին է։ Դուք գիտեք, որ մենք վերջերս այն վերսկսեցինք տալով մոտ 1400 տուն կառուցելու հնարավորություն, բայց մեր նախընտրական ծրագրում մենք ֆիքսել ենք առնվազն 3000-ը, այսինքն ծրագիրը լինելու է շարունակական, հետագայում նույնպես կլինեն հնարավորություններ այլ բնակավայրերում, միգուցե նաև նույն բնակավայրերում տներ կառուցելու եւ մենք հետևելով այս ծրագրի ընթացքին արդեն որոշումներ կկայացնենք ու սա ընդհանրապես համարել ենք մեր ամենալայնածավալ բնակարանաշինական ծրագրերից մեկը, որոնք փոխում են թե կոնկրետ մարդկանց կյանքը եւ թե մեր համայնքների պատկերը ըստ էության, սա կրկին շարունակական է լինելու, խնդրում եմ տարածել տեսանյութը, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ լավ ծրագրեր են անելու ապագա 5 տարում։ Շնորհակալություն։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին եւ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը եւ գործունեությանը առնչվող հարցեր։ Նախարար Ժաննա Անդրեասյանը մասնավորապես անդրադարձել է որպես հյուրընկալող երկիր նշյալ միջոցառումների բուհերի մասնակցության ծրագրերին, կարևորելով ուսանողների եւ կամավորների առավելագույն ներգրավումը։ Նախարարը անդրադարձել է նաեւ 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային 10-րդ խաղերին, ընդգծելով պատշաճ իրազեկվածության եւ բարձր մասնակցության ապահովումը ուսանողների շրջանում։ Հանդիպմանը քննարկվել են նաև բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգում տվյալների ամբողջականությանը, բուհերի ընդունելությանը, բուհերի և գիտական ինստիտուտների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։
Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին։ Հանդիպման ժամանակ Սի Ցինփինը ընդգծել է երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում, այդ թվում առևտրի, էներգետիկայի, խելացի տնտեսության։ Սի Ցինփինը նաև հայտարարել է, որ Չինաստանը եւ Իսպանիան պետք է առաջ մղեն համապարփակ ռազմավարական գործընկերությունը ի շահ իրենց ժողովուրդների։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սանչեսը, որը Չինաստանում է պաշտոնական այցով, հայտարարել է, որ Պեկինը կարող է կարևոր դեր կատարել Մերձավոր Արևելքում հակամարտության լուծման հարցում։ Իսկ Սի Ցինփինի հետ հանդիպումից առաջ Պեդրո Սանչեսը կոչ է արել, որ Պեկինն ավելի նշանակալի դեր ստանձնի կլիմայի փոփոխության, անվտանգության, պաշտպանության, անհավասարության դեմ պայքարի, արհեստական բանականության պատասխանատու մշակման եւ այլ հարցերում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Պեկինում Լավրովը բանակցություններ կվարի իր չինացի գործընկեր Վան Իի հետ։ Ակնկալվում է մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի եւ միջազգային խնդիրների շուրջ, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ Ուկրաինայի շուրջ։ Նախարարի այցը կտևի ապրիլի 14-ից 15-ը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ առկա ճգնաժամի կարգավորմանը եւ հիշեցրել է Պարսից ծոցում անվտանգության ապահովման հայեցակարգ մշակելու ռուսական նախաձեռնության մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։ Լավրովն ընդգծել է զինված առճակատման կրկնության անթույլատրելիության կարևորությունը, վերահաստատել Ռուսաստանի հաստատուն պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերելու ճգնաժամի կարգավորմանը, որը ռազմական լուծում չունի, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։ Ապրիլի 13-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանի հետ։ Լավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանն առաջարկել է Ստամբուլի հարթակը Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։ Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի չհրահրված հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիների որոնմանը։ Մոսկվան եւ Անկարան պատրաստակամություն են հայտնել աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Լավրովը ներկայացրել է ներկա փուլում Կիևյան ռեժիմի գործողությունների եւ հայտարարությունների վերաբերյալ գնահատականները։ Եվրամիությունը հստակ չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը, ինչպես նաև չի սատարում որևէ գործողության, որը խաթարում է նեղուցով նավագնացության ազատությունը։ Այս մասին ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումից մի քանի ժամ անց։ Նա ընդգծել է, որ այս էներգակիրներով եւ պարարտանյութերով նավերի նեղուցով անցման արգելափակումը լուրջ տառապանքներ է պատճառում աշխարհին։ Կալասը նաև հայտարարել է, որ Եվրոպան այլ երկրների հետ համատեղ պատրաստ է գործի դնելու իր հնարավորությունները Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու համար, բայց միայն մարտական գործողությունների ավարտից հետո։ Նա հավելել է, որ պետք է լինի պատերազմի դիվանագիտական լուծում։ Չինաստանի իշխանությունները պահանջում են վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում եւ անպատասխանատու քայլ են համարում Միացյալ Նահանգների կողմից դրա շրջափակումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ Չինաստանը պնդում է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը խստորեն պահպանի հրադադարի մասին պայմանավորվածությունները։ Ինչպես հստակեցրել է չինացի դիվանագետը, Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր եւ անպատասխանատու գործողություն է։ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել հաշտության ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի կառավարության հետ։ Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Միևնույն ժամանակ Մերցը կողմ է արտահայտվել մարտական գործողությունների դադարեցմանը Լիբանանի հարավում եւ հայտարարել, որ արմատական շիա Հեզբոլա շարժումը պետք է վայր դնի զենքը։ Նեթանյահուի խոսքով Լիբանանի իշխանություններից բազմիցս խնդրանքներ են եղել բանակցություններ սկսելու մասին։ Վարչապետը նշել է, որ հնարավորինս շուտ երկխոսություն սկսելու հանձնարարություն է տվել։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Հորդանանից փոխհատուցում պահանջելու մասին ամերիկա-իսրայելական գործողության հետևանքով Իրանին պատճառված վնասի համար։ Այս մասին ասվում է Իրավանիի նամակում, որը նա ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Իրանական կողմն այս պահանջը կապում է այն բանի հետ, որ Իրանի դեմ գործողության ընթացքում Միացյալ Նահանգներն օգտագործել են նշված արաբական պետությունների տարածքները նրանց թույլտվությամբ Իսլամական Հանրապետության նկատմամբ ագրեսիայի գործողություններ իրականացնելու համար։ Այս պետությունների վարքագիծը ագրեսորների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրենց տարածքների օգտագործման թույլտվությունը որակավորվում է որպես ագրեսիայի ակտ, ընդգծել է Իրավանին։ Նամակի համաձայն այս երկրները խախտել են Իրանի նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները։ Ապրիլի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4235 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 114 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 97 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 41, չամրակապված վարելու 606, առանց մանկական նստատեղի քարսիթի 14, վարելու ընթացքում ծխելու 579, վարելի սեռախոսից օգտվելու 262, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 149 եւ 1520 այլ իրավախախտում, 107 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 120-ը տեխնիկական զննություն չանցած, 56-ը լուսարձակների անսարքությամբ, 38-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերու պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15193 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 307 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 230 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 370, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 3 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 92, չամրակապված վարելու 3553, առանց մանկական նստատեղի քարսիթի 127, վարելու ընթացքում ծխելու 589, վարելի սեռախոսից օգտվելու 723, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 282, արագության գերազանցման 2611 եւ 4521 այլ իրավախախտում, 389 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 856-ը տեխնիկական զննություն չանցած, 405-ը լուսարձակների անսարքությամբ, 170-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ տարվել 46 անձ։ Եվ վերջում եղանակի մասին։ Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում եւ Մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1-ից -4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1-ից -4 աստիճան ցուրտ։ Երևանում ապրիլի 15-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ եթերաժամին։